Ղազախստանը մի երկիր է, որը տեղակայված է Եվրասիական մայրցամաքի կենտրոնում։ Այն քոչվոր ցեղերի հայրենիքն է, մեծ մետաքսի ճանապարհի բավականին մեծ հատվածը։ Այստեղ կա 27,000 պատմամշակութային հուշարձան, իսկ այսօր Ղազախստանը սրընթաց զարգացող երկիր է կայունորեն աճող տնտեսությամբ։ Այն մի պետություն է, որն ինտեգրված է բոլոր համաշխարհային գործընթացներում։ Այստեղ ապրում են 126 ազգությունների և 17 դավանանքների ներկայացուցիչներ բարեկամության և հանդուրժողականության մթնոլորտում։ Ղազախստանը հսկայական երկիր է, որը գտնվում է Եվրասիական մայրցամաքի կենտրոնական մասում, ընդարձակ Տափաստանի տարածքում։ Այստեղ բնակվող ժողովուրդներն ունեն յուրահատուկ ավանդույթներ և մշակույթ։ Մենք համարում ենք, որ Ղազախստանը գտնվում է Եվրասիական մայրցամաքի, հսկայական մայրցամաքի կենտրոնական մասում, եւ այն ինչ տեղի է ունեցել այս տարածքում շատ հազարամյակների ընթացքում կապված է եղել այս առանցքային կենտրոնական մասի հետ, որը զբաղեցնում է ժամանակակից Ղազախստանը։ Մեր գրերի միջնադարյան հուշարձանները մենք անվանում ենք ռունիկա։ Մենք ունենք հին թուրքական այբուբեն, որը կենտրոնական Ասիայի տարածքում քաղաքակրթական ճեղքման ամենապայծառ օրինակն է։ Շատ գիտնականներ են զբաղվել այս գրերի ուսումնասիրությամբ։ Այնտեղ շատ կան այնպիսի սյուժեներ, որը մենք անվանում ենք ղազախական մշակույթ, մարդկանց միջև հարաբերությունները, էլիտայի վերաբերմունքը, պատասխանատվության զգացումը։ Եթե այժմ Ղազախստանը բարգավաճող երկրների թվում է, ապա դրա պատճառները, արժեքները դրված են եղել դեռևս այն ժամանակաշրջանում, վաղ միջնադարում։ Ղազախներին անվանում են նաև ալաշ ժողովուրդ։ Ալաշ նշանակում է մի մարդ, որը զբաղվում է ձիաբուծությամբ։ Բացի այդ, ղազախները նաև ղփչաղների սերունդն են։ Իսկ գիտենք պատմությունից հայտնի է, որ 12-13-րդ դարերում ղփչաղները մողոլական հորդաներից փրկվելով եկել եւ բնակություն են հաստատել Հայաստանի տարածքում։ Եվ շատ հետաքրքիր փաստ է այն, որ ղփչաղները օգտագործել են հայկական այբուբենը իրենց լեզվով տեքստեր գրելու համար, եւ հայատար ղփչաղական շատ գրքեր պահվում են մեր մատենադարանում։ Իսկական ղազախը տարբերվում է իր մեծ հոգով։ Իմ կարծիքով, այսպիսի հսկայական, ընդարձակ տարածությունում ապրելը մարդու մեջ առատաձեռնության, հյուրասիրության հատկանիշներ է առաջացնում։ Եթե ճամփորդ էր գալիս, տանտերերն իսկույն դաստարխան էին բացում, իսկ ճամփորդն էլ իր հերթին պետք է իր մասին տեղեկություն հաղորդեր, որտեղից է գալիս, ուր է գնում, պահպաներ ծիսակարգը։ Մեր շատ ավանդույթներ ձևավորվել են դեռևս հին ժամանակներում։ Բացի ղազախ անվանումից մենք մեկ այլ անուն էլ ունենք։ Մենք մեզ համարում ենք ալաշ ժողովուրդ։ Ցանկացած ավագ սերնդի ներկայացուցչի հարցրեք, նա կասի, որ ինքը ալաշ ժողովրդի ներկայացուցիչ է։ Ալաշ նշանակում է մարդ, ով զբաղվում է ձիաբուծությամբ։ Թուրքական ալաշատ բառից է։ Այդ ձիաբույծները միավորվում էին քոչվորական միություններում։ Սոցիալական համակարգը բավականին բարենպաստ էր։ Ինչպես մեր անվանի գիտնական Չոխան Ալիխանովն էր ասում, համարյա կոմունիստական հարաբերություններ էին հիմնված ազգակցական սկզբունքների վրա։ Հարուստը պետք է անպայման օգներ իր աղքատ ազգականին, հակառակ դեպքում խայտառակ կլիներ, նրան չէին ընդունի լուրջ շրջանակներում։ Արդեն 15-րդ դարից ստեղծվում է ղազախական խանությունը, եւ այդ ժամանակվանից մենք արդեն այստեղ ենք հաստատվել մշտական բնակության համար եւ խնամքով պահպանում ենք այն, ինչ մեզ հասել է։ Հայ-ղազախական կապերի պատմությունը գնում է վաղ միջնադար, մինչև հայ-ղփչաղական խաղաղարազմական համագործակցության ժամանակները։ Բանն այն է, որ 12-ից 13-րդ դարերում Հայաստանում հայտնվեցին մեր նախնիները, ղփչաղները, այսինքն ղազախները։ Ղփչաղական հզոր խոշոր խմբերից մեկը հայտնվեց Հայաստանի տարածքում 13-րդ դարի սկզբում մողոլական արշավանքների ժամանակ, եւ ըստ հին ավանդույթների մեր նախնիներից 40,000 հոգի մողոլներից փախչելով, պաշտպանական մարտեր մղելով, հյուսիսային Իրանով անցնելով հայտնվում են Անդրկովկասյան տարածքում, համախմբվելով հայ-վրացի ապստամբների հետ հակահարված են հասցնում Չինգիզ խանի զորքերին։ Ժամանակի ընթացքում հանգամանքներ այնպես են դասավորվում, որ ղփչաղների, հայերի, վրացիների միավորված զորքերը ենթարկվում են մողոլական զավթիչներին եւ սկսում նրանց հարկ վճարել։
Մեր նախնիները 40,000 ղմչաղները իրենց ընտանիքներով մնում են օրհնյալ հայկական հողում, որը տեղի բնակիչները անվանում են Հայաստան։ Որպես ռազմական դաշինքի անդամ երախտագիտության նշան, նրանց տարածք են տալիս ապրելու համար։ Մինչև հիմա այդ տեղը կա, մենք եղել ենք այնտեղ 5 գյուղ կա, Կիպչակ անունով։ Բնակավայր կա, Ղազախ անունով, գետ կա, որը մինչև հիմա Ղազախ են անվանում, կան գերեզմաններ իրենց առանձնահատուկ ոճով։ Օրինակ, եթե անվանի ղպչաղ էր մահանում, դնում էին ձիու քարե կոթով, եթե երեխա էր մահանում, ապա գերեզմանի օրորոց էին քանդակում, որը նույնությամբ կրկնում է ժամանակակից ղազախների երեխաների օրորոցները։ Ավելին, շատ ղազախաղպչական անուններ են հանդիպում հայերի մեջ, օրինակ Բերիկ, Կարաբալա եւ այլն։ Դե պարզ է, որ այդ 40,000 ղպչաղների մի մասը ասիմիլյացվել է, լուծվել տեղի բնակչության հետ, հայացել, իսկ մի մասը 17-րդ դարում հայերի մի խմբի հետ բնակություն է հաստատել Լվովում, այնպես որ մեր կապերը ամուր են, գնում են դարերի խորքը։ Եվ մենք ասում ենք, որ հրամայված է ապրել հայ-ղպչաղական, հայ-ղազախական փոխհարաբերություններով։ Մենք պատմական հիմքեր ունենք մեր շփումները ձևավորելու համար, դրանք նոր հունի մեջ դնելով, այնպես որ մենք հիմքեր ունենք զարգացնելու, ամրապնդելու մեր միջպետական ազգային կապերը։ Экспонат в нашем музее, можно сказать, визитная карточка Казахстана. Ոսկի մարդը կարելի է ասել Ղազախստանի այցեքարտն է։ Սա հայտնի հնագիտական գտածո է, որը հայտնաբերել է անվանի գիտնական Ակիշևը 1969 թվականին Ալմաաթայի շրջանի Իսիկ դամբանաթումբը հետազոտելու ժամանակ։ Այն մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի նմուշ է, որը գիտնականների կարծիքով Սակերի ցեղից 18-ամյա ռազմիկ է։ Սակերը սրածայր գլխարկներ էին կրում, եւ նրանց մասին տեղեկություն կա հնագույն աղբյուրներում։ Շատ հետաքրքիր են հագուստի գլխարկի առանձին հատվածներում պատկերված կենդանիները, եւ դա շատ բան կարող է պատմել մեր վաղեմի նախնիների առասպելաբանության, մշակույթի մասին, որոնք հեռավոր ժամանակներում ապրել են Եվրասիական տափաստանում։ Այս հնագիտական գտածոն ոսկե մարդը, այսինքն Ալթն Ադան, անվանումը ստացել է լրագրողների շնորհիվ, որոնք տեղեկանալով նրա մասին սկսեցին այդպես անվանել, եւ այդ անունը այդպես էլ մնաց։ В 8 веке племена Саки создали мощное государство. 8-րդ դարում սկյութական ցեղախմբերը հզոր պետություն են ստեղծում։ Սակերի ժամանակաշրջանի հուշարձաններից մեկը Իսիկ գերեզմանաբլուրն է։ Այն հայտնաբերվել է 1969 թվականին հնագետ Կիմալ Ակիշևի գլխավորությամբ։ Այն իրենից ներկայացնում է ոսկեպատ հագուստով Սակ ռազմիկ։ Նա եղել է 17-ից 18 տարեկան։ Նրա կողքին գտել են մոտ 4000 ոսկյա զարդեր։ Միայն գլխարկի վրա կա 150 զարդ։ Նրանցից շատերի վրա պատկերված են հովազներ, թռչուններ, ձիեր։ Գլխարկի առաջամասը զարդարում են երկու թևավոր ձիերը, որոնք այժմ պատկերված են Ղազախստանի գերբի վրա։ Գլխարկը կարելի է բաժանել 3 մասի, որտեղ երևում են ստորջրյա, ցամաքային եւ օդային կենդանիներ, ձկներ, հովազներ, քարայծեր, թռչուններ։ Գլխարկի ճակատամասում կարելի է տեսնել 12 փոքրիկ արևներ, որոնք խորհրդանշում են տարվա 12 ամիսները։ Ոսկե մարդու մատներին եղել է 2 մատանի։ Մեկը եղել է մատանի կնիկ, որի վրա պատկերված է նույնատիպ սրածայր գլխարկով տղամարդու կիսադեմ, իսկ մյուսը օգտագործվել է որպես հայելի։ Ձախականջին եղել է ոսկե ականջող, փիրուզով, իսկ վզին ոլորված օձի տեսքով վզնոց։ Ոսկի մարդու կողքին գտել են նաև արծաթից, բրոնզից, կավից պատրաստված ափսեներ։ Այստեղ ցուցադրված է մի արծաթյա փոքրիկ թաս, որի ներսում 2 տողից 26 նշաններից բաղկացած փորագրություն կա։ Աշխարհի հնագետները, լեզվաբանները մինչև հիմա մեկ միասնական կարծիքի չեն կարողանում հանգել, թե ինչ է այնտեղ գրված։ Բոլորը այն տարբեր ձևով են թարգմանում։ Մենք ընդունում ենք հնագետ Ամանժոլովի տարբերակը, որը հետևյալն է. Մեծ եղբայրը քեզ համար օջախ է, օտարական, ծնկի իջիր։ Գտնվել է նաև երկրորդ ոսկե մարդը, Սարմադյան առաջնորդը 1999 թվականին Արևմտյան Ղազախստանում։ Նա եղել է մոտ 40-45 տարեկան։ Նրա մոտ գտել են մոտ 300 ոսկյա զարդեր։ Սարմադյան ցեղերն ապրել են Սակերից հետո։ Այս գերեզմանաթումբը թվագրվում է մեր թվարկությունից առաջ առաջին դարից մինչև մեր թվարկության առաջին դարը։ Նրա կողքին գտել են կնոջ, ձիու մասունքներ, բազեի կմախք, զենքերի հավաքածու։ Իսկ Ղազախստանի արևելյան մասում Ալթայան լեռների մոտ հնագետ Սամաշևի ղեկավարությամբ 1999 թվականին պեղվել է Բիրելի դամբանաթումբը։
Հնագետներն այս մասն անվանում են արքայական հարթավայր։ Այստեղ շատ դամբանաթմբեր կան։ Միայն 11-րդում գտնվել են 13 ձիերի մնացորդներ եւ թագավորական հագուստով տղամարդ ու կին։ 13 ձիերից 4-ի գլխին կաշվե դիմակներ էին հագցված, որոնք զարդարված էին քարայծերի կոտոշներով։ Այստեղ հավերժական սառույցների գոտի է։ Առաջնորդի մարմինը պահպանելու համար այն բալզամով պատել են եւ դրել սարկոֆագի մեջ։ Ցածր ջերմաստիճանի շնորհիվ պահպանվել են կենդանիների մորթին եւ օրգանները։ Այս դամբարանը թվագրված է մեր թվարկությունից առաջ 4-ից 3-րդ դարով, այսինքն սա սկյութական ժամանակաշրջանն է։ 8-րդ դարում Ղազախստանի հարավում Սիրդարիա գետի ափերին հայտնվեցին առաջին արաբները, իսլամ կրողները։ Մեր նախնիները ոչ մի անգամից ընդունեցին իսլամը, քանի որ մեզ մոտ տարածված էր թենգրիականությունը։ Մոնոթեիզմ կար, սակայն այն թույլատրում էր պոլիթեիզմ, այսինքն կար բարձրագույն աստված, Թենգրին եւ նրանից ցածր երկրորդական աստվածությունները, նրա կրտսեր եղբայրները։ Մեզ մոտ ասում են, վերևում Թենգրին է, իսկ ներքևում Բայանան կամ Մայանան, այսինքն մայր աստվածուհին։ Մինչև հիմա տարածված է շամանիզմը։ Ունենք շամաններ, ունենք նախաիսլամական ժամանակաշրջանի սրբավայրեր, որ մարդիկ գնում են երկրպագելու։ Իսլամը դա թույլ է տալիս։ Մեր ղազախական իսլամը թենգրիականությունից շատ բան է վերցրել, շամաններն էլ հենց դրա կրողներն են։ Մենք ունենք սրբազան քարայրներ։ Մարդիկ այնտեղ գնում են ուխտագնացության եւ անպայման ոչխարի զոհաբերություն են կատարում, որի միսը բաժանվում է աղքատներին։ Մարդիկ քարայրներում մոմ են վառում եւ կատարվում է բոցի միջոցով մաքրագործվելու ծես։ Ստացվում է, որ այստեղ կրակի պաշտամունք էլ կա։ Կան նաև անվանի, հզոր, սուրբ մարդկանց գերեզմաններ, որ նույնպես մարդիկ գնում են ուխտագնացության, բուժվելու։ Եթե մարդ դրան հավատում է, ինչու չգնա, ինչու ապակինում չստանա։ Մի քանի տարի առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ ընդունվում է մշակութային ժառանգություն ծրագիրը, որի շրջանակներում վերանորոգվում եւ վերականգնվում են պատմական հուշարձանները, կատարվում են պեղումներ, հնագիտական հետազոտություններ, ինչպես նաեւ հին ավանդությունների, լեգենդների, առասպելների ուսումնասիրություն։ Մշակութային ժառանգություն ծրագրի շրջանակներում մրցույթ էր հայտարարվել, անվանել Ղազախստանի 7 հրաշալիքները։ Այսինքն, Ղազախստանի ժողովուրդը պետք է ասեր, թե 7 հրաշալիքների ցուցակում իրենք ինչ են տեսնում։ Ուղարկված 500 առաջարկներից ընտրվեց 7-ը։ Ընտրության չափանիշները հետևյալն էին. այն պետք է լիներ ազգային, այսինքն հետաքրքրություն ներկայացներ ողջ ազգի համար եւ ոչ մի տեղ չկրկնվեր։ Մրցույթի արդյունքներով Ղազախստանի 7 հրաշալիքներն են. Տամգալիի ժառապատկերները, Դոմբրա երաժշտական գործիքը, Ոսկի մարդը, Յուրտը, Ղազախական թաղիքևրանը, Ահմեդ Յասաուիի դամբարանը, Մանգիստաուի ժայռեղեն մզկիթները եւ Աստանա քաղաքի խորհրդանիշը՝ Բայտերեկը։ ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային շատ երկրներ սկսեցին մշակել սեփական սահմանադրությունը, փոխվում էին համակարգը, սկզբունքները, զարգացման մոդելները։ 2015-ին լրանում է ոչ միայն Հայաստանի, այլև Ղազախստանի հիմնական օրենքի ընդունման 20 տարին։ Այդ 20 տարվա ընթացքում Ղազախստանի սահմանադրության մեջ 3 անգամ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել։ Կատարված փոփոխությունները հիմնականում առնչվում են պարլամենտարիզմի, ընտրական օրենսդրության, պետության ղեկավարի լիազորությունների մի մասը խորհրդարանին փոխանցելու հետ։ 2007 թվականին փոխվեց պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը, այն երկարացվեց մինչև 7 տարի։ Ներկապահին այդ ժամկետը 5 տարի է, սակայն այն չի տարածվում առաջին նախագահի վրա։ 2015 թվականի մայիսին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ներկայացրեց նոր ռազմավարական ծրագիր 100 քայլ, որն արդեն անվանել են ազգի ծրագիր։ Այդ ծրագրով պետք է անցկացվի 5 բարեփոխում, որոնք են ժամանակակից պետական ապարատի ձևավորումը, օրենքի գերակայության ապահովումը, ինդուստրիալացում եւ տնտեսական աճ, միասնական ապագայի ազգ, հաշվետու թափանցիկ պետություն։ 100 քայլ ծրագրում մեծ տեղ է հատկացվում նաեւ Ղազախստանի բնակչության սոցիալական խնդիրներին։ 100 քայլ ապագայի համար ռազմավարական ծրագրում հատուկ տեղ է հատկացվում մարդու իրավունքների սահմանադրական ապահովմանը եւ դրանց պաշտպանության մեխանիզմներին։ Եվրասիայի կենտրոնում տեղակայված Ղազախստանը մի զարմանահրաշ երկիր է, որի մասին աշխարհն սկսեց տեղեկանալ վերջին 20 տարվա ընթացքում։ Չնայած որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան շատ երիտասարդ քաղաք է, սակայն միջազգային կարգի միջոցառումների անցկացման մեծ փորձ ունի։ Այստեղ ԱՊՀ-ում առաջին անգամ անցկացվեց ԵԱՀԿ-ի գագաթաժողովը։ Պարբերաբար անցկացվում է համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարը։
ամեն տարի Աստանայի տնտեսական ֆորումը եւ շատ այլ միջազգայինորեն նշանակալից հանդիպումներ։ 2017 թվականին Էքսպո միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվելու է հետխորհրդային տարածքում եւ նաեւ առաջին անգամ կենտրոնաասիական տարածաշրջանում։ Ղազախստանի նոր մայրաքաղաք Աստանան իրավունք է ստացել լինելու Էքսպո 2017-ի տանտերը, որի թեման բավականին հրատապ է՝ ապագայի էներգիա։ Ցուցահանդեսն անցկացվելու է 2017 թվականի հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը։ Ղազախստանը պատրաստ է նավթային երկրից անցում կատարել նոր դարաշրջան, կիրառել բոլոր նորագույն տեխնոլոգիաները, բարելավել առկա տեխնոլոգիաներն ու ներդնել դրանք։ Մենք օգտագործելու ենք եւ քամու, եւ արևի, եւ այլ ընտրանքային աղբյուրների էներգիան։ Այստեղ կարևոր է ատոմային էներգիայի հարցը։ Մենք այն երբեք չենք մոռանա, առավել ևս, որ Ղազախստանն առաջատար է ատոմային էներգիայի պահոստների քանակով։ Կարծում եմ, այնպիսի երկրների մասնակցության հայտերը, ինչպես Հայաստանն է, հատուկ уշադրության կարժանանան։ Ես ուրախությամբ ողջ հայությանը հրավիրում եմ մասնակցելու ցուցահանդեսին։ Проведение Экспо для нас является очень вообще почетным таким событием. Էքսպոյի անցկացումը մեզ համար շատ պատվավոր իրադարձություն է, եւ թեման էլ շատ հրատապ է՝ ապագայի էներգիա։ Այդ թեման մեզ շատ մոտ է՝ էկոլոգիապես մաքուր կանաչ տնտեսություն։ Մենք նախատեսում ենք, որ զբոսաշրջիկների թիվը մեծ կլինի թե Ղազախստանից, թե արտասահմանից։ Մոտավոր հաշվարկներով այն 4 ամիսների ընթացքում, երբ անցկացվելու է Էքսպոն, կլինի շուրջ 5 միլիոն այցելու, որոնց մոտ կեսն արտասահմանից։ Այդ պատճառով մենք նախապատրաստում ենք ոչ միայն մայրաքաղաքը, այլև տուրիզմի ենթակառուցվածքները այլ վայրերում։ Մանավանդ Շչուչինսկ-Բորովոյե շրջանը, քանի որ այն մայրաքաղաք Աստանայից ամենամոտ գտնվող հանգստավայրն է։ 2014 թվականին Ղազախստանի Շչուչինսկը եւ Հայաստանի Ջերմուկը դարձան քույր քաղաքներ։ Շչուչինսկի մոտ է գտնվում Մեծ Տափաստանի մարգարիտը՝ Բորովոյե Բուրաբայ հանգստավայրը։ Հուսով ենք, որ Էքսպոն զարգացման խթան կհանդիսանա ոչ միայն մայրաքաղաքի զարգացմանը, այլև էկոլոգիական տուրիզմի զարգացմանը հատուկ պահպանվող տարածքներում։ Նախատեսում ենք կառուցել ազգային կոլորիտով շուրջ 300 էթնոգյուղեր մեր պատմությունը, մեր սովորույթները ցուցադրելու համար։ Այժմ վերականգնում ենք Մեծ Մետաքսի ճանապարհը Ալմաթիի մարզում։ Ստեղծել ենք նաև Ոսկե օղակ անվանումով տուրիստական երթուղի մեր ազգային զբոսայգիներով՝ Իլե Ալաթաուի ազգային զբոսայգի, Չարինի կիրճ եւ Ալթին Էմել։ Հետաքրքրականն այն է, որ 2017-ը Ղազախստանի համար կդառնա միջազգային կարգի միանգամից 2 կարևոր միջոցառման անցկացման տարի։ Բացի Էքսպոյից Ղազախստանում, նրա նախկին մայրաքաղաք Ալմաթիում, կանցկացվի միջազգային ձմեռային ունիվերսիադան, որը կազմակերպում է ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան։ Ունիվերսիադան կոչված է մոտեցնելու սպորտը կրթական գործընթացին։ 2011 թվականին Ղազախստանում անցկացվեցին ասիական խաղերը, որոնց շնորհիվ արդիականացվեց Ալմաթիի եւ Աստանայի ենթակառուցվածքը։ Ունիվերսիադա 2017-ի նախապատրաստման շրջանակում Ալմաթիում պետք է անցկացվի նվազագույնը 13 խոշոր առաջնություն։ Այսօր Ալմաթին յուրացնում է սպորտային մենեջմենթը եւ բառացիորեն ապրում է Ունիվերսիադայի նախապատրաստմամբ։ Հետաքրքրականն այն է, որ երկու մեծ միջոցառում Էքսպոն եւ Ունիվերսիադան խթան են դարձել աշխարհում Ղազախստան 2017 PR արշավի անցկացման համար։ 100 քայլ ռազմավարության մեջ Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը շեշտում է, որ հաջողությունն առողջ զարգացած մարզական ժողովրդինն է եւ Էքսպոյի եւ Ունիվերսիադայի կազմակերպիչներն ընդգծում են, որ երկու միջոցառումներն էլ Ղազախստանի համար առանցքային կդառնան։ Ավելացնենք նաև, որ թե Էքսպոին, թե Ունիվերսիադա 2017-ին ներկայացված կլինի նաև մեր երկիրը։
3 տարին մեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում խաղաղության եւ համաձայնության պալատում անցկացվում են արդեն ավանդական դարձած համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարները։ Դրանց նպատակն է աշխարհի բոլոր դավանանքների եւ մշակույթների ներկայացուցիչների երկխոսությունը, հանդուրժողականության գաղափարների առաջ քաշումն ի հակակշիռ աշխարհում տարածվող ատելության եւ տարաբնույթ ծայրահեղականության գաղափարախոսության ու դրսեւորումների։ Վերջերս կայացավ համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարը, օրակարգի հիմնական թեման էր կրոնական առաջնորդների եւ քաղաքական գործիչների երկխոսությունը հանուն խաղաղության ու զարգացման։ Համագումարի աշխատանքներին մասնակցում էին 80 պատվիրակություններ աշխարհի 42 երկրներից, ներկայացնելով տարբեր դավանանքներ ու կրոններ՝ քրիստոնեություն, իսլամ, հուդաիզմ, հինդուիզմ, բուդդիզմ եւ այլն։ Բոլոր համագումարների աշխատանքներին մասնակցում են նաեւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները։ Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարն առաջին անգամ գումարվել է 2003 թվականին Ղազախստանի նախագահ Նազարբայևի նախաձեռնությամբ եւ այդ ժամանակից ի վեր զանազան դավանանքների շատ հետևորդներ հուսով են, որ տարբեր կրոնների առաջնորդների միջև երկխոսությունը կհանգեցնի մեր մոլորակի վրա խաղաղությանը եւ որ երկիր մոլորակը չի գլորվի քաղաքակրթությունների բախման անդունդը։ Ղազախստանի շատ բնակիչներ պատմում են, որ երկրում իրար կողքի համերաշխ ապրում են ավելի քան 130 ազգությունների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորը միավորված են Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում, մի կառույց, որը գործում է երկրի նախագահինքից եւ կոչված է հավասար իրավունքներ պաշտպանել բոլոր ազգությունների համար։ Այս տարի կառույցը նշում է իր 20-ամյակը։ Հենց ասամբլեայի շնորհիվ է, որ Ղազախստանի խորհրդարանում միշտ ներկայացված են падգամավորներ ազգային փոքրամասնությունների կողմից։ Խորհրդային ժամանակներից պահպանված համակեցության եւ հանդուրժողականության ավանդույթները Ղազախստանում իրոք իրականություն են, ինչը ցանկանում են պահպանել եւ իշխանությունները եւ սովորական մարդիկ։ 100 քայլ ռազմավարական ծրագրում Ղազախստանի ղեկավարը նշում է, որ դա դժվարին ճանապարհ կլինի։ Այն կպահանջի քաղաքական կամք, միասնություն եւ իմաստնություն, խաղաղություն ու համաձայնություն։ Սա է ղազախական երջանկությունը եւ օգնում են այսօր անցնել այդ բարդ ճանապարհը նաեւ մեր հայրենակիցները, Ղազախստանի հայերը։ Պաշտոնական տվյալներով Ղազախստանում բնակվում է ավելի քան 25,000 հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով շուրջ 60,000։ Գործում է մոտ 10 կիրակնօրյա դպրոց հայերեն ուսուցմամբ, կան պարային խմբեր, հրատարակվում է Նայիրի թերթը։ Ալմաթիում գործում է նաև Սուրբ Կարապետ եկեղեցին։ Հայերը հիմնականում կենտրոնացած են Աստանա, Ալմաթի, Ակտաու, Պավլոդար, Ակտյուբինսկ, Կուստանայ, Կարագանդա քաղաքներում։ Ղազախստանի 14 քաղաքներում գործում են հայկական մշակութային կենտրոններ, ինչպես նաև 10 կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսանում է 300-ից 400 աշակերտ։ Հայերը նշանավոր դեր են խաղացել Ղազախստանի պատմության մեջ մինչ օրս։ Երկրում երախտագիտությամբ են հիշում խորհրդային Ղազախստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանին, որի անունով երկրում կան փողոցներ։ Ղազախահայերի մեջ եղել են 2 հայ ԽՍՀՄ հերոսներ, մշակույթի 6 մրցանակակիրներ, գիտությունների 19 թեկնածուներ, բազմաթիվ քանդակագործներ, ռեժիսորներ, սպորտսմեններ եւ այլն։ Aleyküm selam. Kendinizde konak Düşmanlara çok olsun, samanları şart bulup, tasları
Sövlet saybosun Şuradan marşan